Էլի հայ է։ Այդքան ազգերի մեջ հենց հայի մտքով պիտի անցներ լավաշը։ Ով չէր կարող թոնիշ սարքել, լավաշ թխել։ Իրոք, ինչ ուներ հայը։ Բնակլիմայական ծանր պայմաններում ստացված սուղբերք, որով պետք է ամիսներով ընտանիք պահեր, հարմարվեր, արտագաղթեր, թե շուրջը քոչվոր ցեղեր, ինքը նստակյաց։ Մնացող մի բան չսարքեր, մի դարդից պրծներ։ Հայարարին պայծառ միտքն ասաց. «Բա գետնի մեջ փոս փորիր, թոնիշ սարքիր, սարից 2 բազալտ բեր, բանեցրու, ցորենը փոշի արա, թոնրի կոշպատերին բարակ խմոր է պետք, կջրազրկվի, ամիսներով կմնա, վաղվան թողած խմորն էլ սարերից սուրտ գիշերին դանդաղ կխմորվի, թխածը համով կլինի»։ Այսպես ունեցանք առաջին լավաշը, թերահավատներ էլ եղած կլինեն, բայց հայ ժողովուրդը սիրեց լավաշը, ճաշի ու քաղցրի մեջ էլ ավելացրեց, տարավ իր ծեսեր, լավաշով նորածնին չարաշկից պահեց, հիվանդին լավացրեց, պսակվողներն օրհնեց։ Հիմա էլ հայը պետք է դարերով իրեն հասած այս ամենը պահի ու աշխարհին մատուցի։ Ահա թե ինչ է լինում, երբ հայը որոշում է չհարմարվել, արարել։